Սիրելիներս ողջույն, սկսում ենք նոր վլոգ, ծննդյան վլոգից անմիջապես հետո առավոտյան տեղադրել եմ ծննդյան վլոգը ու արդեն սկսում եմ նկարել հաջորդ վլոգը։ Մեր մոտ առավոտյան ժամը 10 է և Լիլիան Վահանի հետ մեքենայով գնացին Ազոն ստանալու ծննդյան նվերների երկրորդ մասը ու կաշխատեմ այս վլոգի մեջ ամբողջը ներառել ու ներկայացնել ձեզ ամբողջական մեկ վլոգի մեջ։ Այստեղ մազերի համար նախատեսված կրեմ, այդպես է կոչվում, ֆիքսիրոյշի, ֆիքսացիա է անում մազերը, խոնավ վիճակում այդպես սկսում են ու այդպես երկար պահպանվում է ու շատ անուշ հոտ ունի։ Լբացի կյանք։ Ես ինչ էր ալի ջան։ Սորում եմ նարսը։ Ես լրիվ մի հատ ուպակով կայ մեջ ա եղել։ Ես որ ընկերուհի տա ուղարկե։ Վայ, ես Ռուսաստանը երեխեքը քիմիայի վրա լրիվ նստած։ Շատ անուշ հոտ ա գալիս։ Ընտիր։ Փորձենք կտեսնենք որակը, կկիսվենք վլոգի մեջ բացի։ Օ, ես մեզ գումար էին ուղարկել, վլոգի մեջ չեմ ասել։ Ու հա, ու պատվիրել ենք Լիլիայի համար այսպիսի գիշերային զգեստ։ Այս վերջերս պատվիրել էինք մոխրագույն գույնի, շատ լավն է, որակը շատ ենք հավանել ու նույն կայքից պատվիրեցինք նաև այս գեղեցիկ գույների մեջ։ Որովհետև որակը շատ լավն է, շատ փափուկ մատերիալ է ինքը ու կարերը ամեն ինչը տեղը տեղին։ Այն ինչը որ մենք ենք պատվիրել սիրելիներս, այդ պատվերների հղումները կթողնեմ մեկնաբանությունների բաժնում։ Ազոնից ենք պատվիրել։ Ես սորվն ասա այդ ինչ գիտեմ ես Միսա, իբր։ Да. Տարբեր համը почти նույնն է։ Հա։ Կծու է, մի քիչ քաղցր է ու շատ յուղոտ է սաղ։ Что это? Что? А, это из игрушки. Мароден сериалка. Ты խաղել կա, ես այդ խաղել։ Այս ինչ այդ հա, լավ, հա։ Ես կրուշկա գիտեմ։ Этот сериалка. Это круто. Это круто. Это вообще круто. Я рада. Շնորհավոր, կարևորը քեզ դուր ա գալիս։ Այստեղ էլ Լիլիայի ծածկոցն է։ 4-րդ անգամն ենք պատվիրում ու վերջապես եկավ հասավ մեզ։ Այս նույն ադյալից մեր համար էլ ենք պատվիրել սիրելիներս, եթե կհիշեք ու որակ այնքան ենք հավանել, որ նույնից էլ Լիլիայի համար ենք պատվիրել։ Սկզբում Վալբերեսով պատվիրեցինք, հետո ուշացավ, մոտ 2 շաբաթ հետո ես ադմենա տվեցի, հետո Ազոնով պատվիրեցի, այնտեղ Ազոնը ինքը ադմենա տվեց, հետո 3-րդ անգամ Վալբերեսով պատվիրեցի, ամսի հոկտեմբերի 21-ին պատվիրել եմ, նոյեմբերի 5-ին ադմենա տվել, քանի որ Վահանն էլ էստեղ չէր, հնարավոր չէր վերցնել, ու պատվիրեցի Ազոնից վերջապես 4-րդ անգամ նոր այսօր հասել ա մեզ 2-3 օրվա ընթացքում չափսը 200-230-ի վրա բավականին մեծ է, էլ չեմ բացի մեր համար գնել ենք նույնի բաց կապույտ գույնը սա բաց մանուշակագույն է, շատ նուրբ, ինքը շատ թեթև է, շատ տաք ու բավականին որակով սիրելիներս անպայման հղումը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, չնայած որ պատվիրելուց հետո տեսանք, որ
հենց այդ խանութում արդեն այս ծածկոցները արդեն գնել վերջացել են։ Վահանի հեռախոսը արդեն դրված է պատյանի մեջ եւ պաշտպանիչ շուշա, защитное стекло, чехол. Всё как надо, всё как обычно, որպեսզի հեռախոսը մաքսիմալ չվնասվի, լավ վիճակում պահվի, ինչպես եւ միշտ։ Գրեք սիրելիներս, հետաքրքիր է, թե Ռուսաստանից դուրս այլ երկրներում ինչ գներ են ձեր մոտ այս վերջին iPhone-ները, 17 Pro Max-ները, ասում են, որ Ռուսաստանում համեմատած այլ երկրների հետ համեմատաբար շատ էժան է, որովհետև սանկցիաների պատճառով բերում են Չինաստանից, Մալազիայից եւ այլն։ Այստեղ Լիլիայի ծննդյան նվերն է, այն նվերը, մեծ նվերը, ինչի մասին որ վերջին վլոգի ամենավերջում ձեզ ասում էի, որ դեռ մեզ չի հասել, նոր iPhone 15 է, բացելուց իրանց կողքը չեմ եղել, զբաղված էի, միասին բացել են ու ինչպես տեսնում եք, այսպես թափանցիկ պատյանի մեջ են դրել ու նմանապես էկրանին եւս դրված է պաշտպանիչ շուշա, защитное стекло։ 17 Pro Max-ը մեր մոտ արժի 140,000 ռուբլի, իսկ iPhone 15-ը Լիլիայի համար վերցրել ենք 50,000 ռուբլիով։ Իհարկե Լիլիայի հեռախոսը վերցրել ենք խանութում, տվել ենք Լիլիայի հեռախոսը, իմ հեռախոսը ու ընդհանուր գումարով վերցրել այս հեռախոսը։ Իսկ Վահանի հեռախոսը, որ իր ձեռքում էր ու գրեթե նոր էր, որը վերցել էր նախանցած տարի 15 Pro Max, հիմա իմ ձեռքերում է ու հիմա նկարում եմ հենց այդ հեռախոսով։ Իմ համար էլ վերցրել ենք այսպիսի պատյան հեռախոսիս համար։ Մի խոսքով բոլորիս հեռախոսները նորեցինք, ինչի համար որ շատ ուրախ եմ։ Գիտեմ մեկնաբանությունների բաժնում գրելու եք առողջ օգտագործենք, լավ զանգեր ստանանք եւ այլն, նախապես սիրելիներս բոլորիցդ շատ շնորհակալ եմ։ Մեր մոտ արդեն օր է փոխվել սիրելիներս եւ ինչպես տեսնում եք, խոհանոցում ենք եւ Լիլիայի հետ միասին պատրաստում ենք համեղություն։ Այստեղ էլ արդեն պատրաստ է, մեզ բարի ախորժակ, իսկ ձեզ բարի դիտում։ Այստեղ էլ խնձոր ենք գնել, մեր գյուղում է վաճառում, շատ մատչելի, կիլոգրամը 25 ռուբլի, պետք է լվանամ, տեղավորենք եւ քիչ համտեսենք։ Աղջիկներս, նվերները այդքանն էին մինչ այս պահը, մի քանի նվեր էլ դեռ ունենք, պետք է այս ընթացքում ստանա Լիլիան, բայց դա արդեն հաջորդ վլոգում ձեր հետ կկիսվեմ մյուս վլոգում, որովհետև առանց այդ էլ վաղուց է, որ իմ ալիքում վլոգներ չեն տեղադրվում, դրա համար որոշեցի հավաքել այն կադրերը, այն ամեն ինչը, ինչ որ այս պահին ունեմ ձեռքիս տակ, պատրաստել վլոգ ու արդեն անցնել հաջորդ վլոգի նկարահանմանը, որը որ կլինի մյուս ամսվա մեջ, ինչու, որովհետև շատ պատվերներ ունենք, այնքան շատ, որ մինչև մյուս ամսվա կարելի ասել կեսերը պետք է գան հասնեն մեզ, արդեն իսկ ստանում ենք, չեմ բացում, հավաքում եմ ու արդեն
մյուս վլոգում միասին կբացենք, կտեսնենք ու այդ պատվերների հղումներն էլ կթողնեմ մեկնաբանությունների բաժնում։ Ամենախառը, ամենատարբեր, ամենահետաքրքիր, կապված նաև նոր տարվա հետ շատ հետաքրքիր ու հավես պատվերներ են սիրելիներս ու այնքան շատ են, որ այդ ամեն ինչը լինելու է մեկ վլոգի ընթացքում, այսինքն հաջորդ վլոգը ամբողջությամբ նվիրված է լինելու հենց այդ պատվերներին, որոնք որ միասին բացելու ենք։ Վահանը այստեղ չէ, ինչպես որ ասել էի վերջին վլոգում, արդեն 2 շաբաթ ավել է գնացել է, գործողման է, գտնվում է Բարնաուլում ու վերադառնալու է երևի դեկտեմբերի 20-ին կամ մինչև 20-ից 25-ը։ Երկար ու հոգնեցուցիչ լինելուց այդ ճանապարհը նաև շատ հետաքրքիր էր, կարելի ասել փոքրիկ ճանապարհորդություն է, որի ընթացքում Վահանը շատ նկարներ ու տեսանյութեր է ուղարկել ինձ, որոնցից մի քանիսով էլ ուզում եմ կիսվել ձեր հետ, տեղադրել այս վլոգի շրջանակներում, ընթացքում ձեր հետ կիսվել, քանի որ դուք էլ մեր ընտանիքի կարելի ասել մի մասն եք, արդեն հարազատ դարձած, այդ իսկ պատճառով ուզում եմ նաև կիսվել ձեր հետ սիրելիներս, միասին նայենք ու նորից վերադառնանք։ Ինչպես հասկացաք, ես եւ Լիլիան երկուսով ենք այս պահին։ Մեր սովորական առօրյան է, տնային գործեր, դասեր, մեկ շաբաթից երևի կգնանք դպրոց, երկրորդ դիմումը գրենք կիսամյակի քննությունների նախաշեմին։ Վահանի գնալու երեկոյան, երբ որ դիտվեշերն ենք դասավորում, հավաքում, նախապատրաստվում, այդ օրը շատ անսպասելի հյուր ունեցանք։
Այո, այդ կատուն, որ դուք տեսաք ձեր էկրաններին, սիրելիներս, մեծ հյուր էր եկել։ Դրանից 2 օր առաջ Վահանը ամեն օր, երբ որ արհեստանոցում իր աշխատում էր, գալիս ասում էր կատվի ձայն եմ լսում, բայց չգիտեմ որտեղից է գալիս, ու այդ իր գնալու վերջին շաբաթը այստեղ անընդհատ անձրևներ էր, ու այդպես ուժեղ անձրևներ, ու չէինք կարողանում դուրս գալ, գտնել այդ կատվին։ Ու իր գնալու երեկոյան էլի եկավ ասավ այդ կատվի մասին, որ էլի ձայներ ա լսում կատվի, բայց չի կարողանում գտնել։ Ես դուրս եկա եւ տեսա, որ իր մեքենայի տակ նստած է, քանի որ անձրև էր։ Եկա տուն, ասեցի ու Լիլիայի հետ գնացին բերեցին այդ կատվին տուն, ացրեցին, մաքրեցին, չորացրեցին, կերակրեցին, գնացին խանութ, այնտեղից կերաման, այդ Ազոնից տարբեր այդպիսի բաներ պատվիրեցին կատվի համար, հայերեն չգիտեմ ինչպես է կոչվում, ռուսերեն ասեմ, միսկը, լատոկ, պոֆիտ, մի խոսքով այդ ամեն ինչը մի կլորի գումար ծախսեցինք կատվի հարմարավետության համար, բայց Վահանը գիտի, որ ես տանը կենդանիներ պահել ոչ թե չեմ սիրում, այլ դեմ եմ, դրսում կարող եմ շուն պահել, դրսում կենդանիներ, դրսում, բայց տանը ամենայն հարգանքով կենդանասերներին, դա ձեր իրավունքն է սիրել, տանը կենդանիներ պահել, ես իմ ծնվելու օրվանից մեր տան չեմ տեսել, մեր տանը չեն սիրել, ընդունված չի եղել, թե իմ ծնողների հետ, թե տատիկ պապիկների, մի խոսքով տանը կենդանի պահելը մեր մոտ տաբու ա եղել ու իհարկե խղճից դրդված բերեցինք, բայց այն նպատակով, որ կգտնենք ընտանիք, կենդանասերներ, որոնք մեծ սիրո կվերցնեն ու կպահեն այդ կատվին ու այդպես էլ եղավ, 10 օր պահեցինք այդ կատվին ու մեր գյուղի գրուպայում հայտարարություն տվեցի ու հաջորդ օրը եկան վերցրին տարան։ Կա դա ընդունում են, մարդիկ կա չեն ընդունում, բոլոր մարդիկ հետ տարբեր են, ինչպես եւ իրենց վերաբերմունքը սիրելիներս, էլի եմ ասում, դրսում ես կպահեմ եւ կատու եւ շուն, բայց տանը ինչքան ուզում ես մաքրես, ինչ էլ ուզում անես, մեկը այդ խոտը գալիս է, այդ մազը որ վրայից ընկնում է, բարձրանում է ամեն տեղ եւ սեղանի վրա եւ բազմոցի վրա եւ տեղերի վրա, էլ չասեմ, որ կատուները ամեն տեղ բարձրանում են, բայց այն ժամանակը, էներգիան ու այդ ամեն ինչը, որ պիտի տրամադրես կենդանուն, որովհետեւ կենդանի է, պիտի ժամանակ հատկացնես, հանես դուրս, մաքրես, լողացնես, կերակրամանը, այդ ամեն ինչը լվանաս, թարմացնես, մի խոսքով հատուկ ուշադրություն, այսպես հենց այնպես բերել տուն ու չզբաղվել կամ այդպես չի լինի։ Ես դրա ժամանակը հավեսը չունեմ, իմ ժամանակը շատ քիչ է, որը ես տրամադրում եմ իմ ամուսնուն եւ երեխային ու ելի եմ ասում դա չես կարող մարդուն ստիպել, որ դա ընդունի կամ չընդունի, բոլորս ունենք մեր կարծիքը, հարգելով բոլոր կենդանասերներին, խղճից դրդված, այդ կատվին 10 օր պահել ենք, այնուհետև փոխանցել ապահով ձեռքեր, որոնք որ հիմա իրեն պահում են, սիրում են, իրոք կենդանասեր մարդկանց, որոնք Ռուսաստանում ռուսները սովոր են իրենց տանը կենդանիներ պահել, ծնված օրվանից դա տեսնում են, մի հատ չէ, որ մի քանի հատ են պահում, լինի շուն, կատու, տարբեր տեսակի կենդանիներ, իրենք սովոր են, իսկ ես, մեր ընտանիքը ոչ։ Մի խոսքով կատվին էլ տեղավորեցինք սիրելիներս ու երևի այստեղ էլ ուզում եմ ավարտել վլոգս, երկար ժամանակ վլոգ չէի տեղադրում, շատերը անհանգիստ էին, հարցնում էին, ուր ենք, ինչպես ենք, որոշեցի, ինչպես որ ասացի, հավաքեմ ձեռքիս տակ նկարված կադրերը, միացնեմ իրար ու
տեղադրեմ ալիքում, որպեսզի ունենաք եւ նոր վլոգ եւ իմանաք, որ մեր հետ ամեն ինչ կարգին է աղջիկներս։ Եվ ամենավերջում ուզում եմ սիրելիներս ձեր հետ կիսվել ծննդյան կադրերով ամսի 12-ին իմ սիրելի Զարմուհի Այայի ծննդյան օրն էր 5-ամյակը, որը որ ինչպես միշտ նշել են, այս տարի մանկապարտեզում, այնուհետև տանը եւ սովորության համաձայն իմ Զարմուհին ինձ իր մայրիկի հետ տեսանյութեր եւ նկարներ է ուղարկել, որը եւս մեծ սիրով ուզում եմ տեղադրել այս վլոգում, ուզում եմ կիսվել եւ ձեր հետ եւ որպես հիշողություն եւ գումարած դրան, որ իրենք էլ ինձ հետևում են, որպեսզի իրեն եւս մեկ անգամ պարգևեմ հաճելի գեղեցիկ էմոցիաներ։ Պես եւ ամեն տարի այս տարին էլ բացառություն չէր, նվերները պատվերների տեսքով արել էինք, ուղարկել էինք, մտածելով, որ ծննդյան օրը կհասնի տեղ, քանի որ գեղեցիկ շորիկ էինք պատվիրել եւ այդ շորիկի հետ փոքրիկ պայուսակ, որ միասին կհագնի, կբռնի ու այդ տեսքով կդիմավորի ծննդյան օրը։ Պատվերները հասել են ծննդյան օրը, այն ժամանակ, այն ժամին, երբ որ իրենք մանկապարտեզում արդեն նշում էին Այայի ծննդյան օրը։ Այսօր արդեն վերցրել են ու շատ հավաներ են, ինչի համար շատ ուրախ եմ, չստացվեց ծննդյան օրը հագնել, բայց նոր տարվան անպայման մեր գեղեցկուհին կկրի այդ գեղեցիկ զգեստը։ Ուզում եմ վլոգի վերջում ձեր հետ կիսվել նաև այդ նկարներով, տեսանյութերով, հաճելի պահերով եւ երևի այսքանով էլ ավարտենք այսօրվա վլոգը սիրելիներս։ Շնորհակալ եմ, որ լայքում եք, շնորհակալ եմ, որ բաժանորդագրվում եք, շնորհակալ եմ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, որ շռայլում եք, բոլորից շատ սիրում եւ գնահատում ենք, շնորհակալ ենք, որ միշտ մեր կողքին եք։ Հաջորդ վլոգը, ինչպես արդեն ասեցի, կլինի պատվերներին նվիրված, նախատոնական ու արդեն այն մյուս վլոգին արդեն Վահանը այստեղ կլինի, միասին կգնանք խանութներ, գնումները կանենք տոնական, սկսած տոնածառից, վերջացած այն ամեն ինչով ու միասին կդիմավորենք մեր նոր տարին, որին մնացել է հաշված օրեր։ Ցանկանում եմ բոլորիդ լավ տրամադրություն, օրվա հիանալի շարունակություն, իսկ մենք կհանդիպենք շուտով հաջորդ վլոգում։ Լավ եղեք։ На день рождения. Мы посмотрим, что там. А там что-то есть, ребят? Я думаю. Сейчас, где там? А, вот, ребят. Подписывайтесь на канал. А ну-ка, открой, что там? Платье. Вау! От тети Анны. И бантик.
Анна, мне понравилось. То и цвет мой любимый, розовый. И форма вот такая.